Ինչպես տասնյակ տարիներ առաջ մի գիշերվա մեջ որոշվեց ու Ղրիմը հանձնվեց Ուկրաինային, ճիշտ եւ ճիշտ այնպես, ինչպես մի գիշերվա ընթացքում Արցախն ու Նախիջևանը հանձնվեց Ադրբեջանին։ Ղրիմի անկախության ճանաչումը կամ Ռուսաստանին վերադարձը չափազանց շահավետ կլինի Հայաստանի համար։ Արցախի անկախացմանը կմնա քաղաքական 5 րոպե։ Այս համոզմանն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։ Ուկրաինայում կատարվողը քաղաքագետը հեղափոխություն չի համարում։ Օլիգարխների մի շերտը փոխում է օլիգարխների մյուս շերտով։ Վերջ։ Դրանում ապացույց այն նշանակումները, որոնք արվել են 3 չի առաջ օրը եւ 3։ Երբ որ Դոնեցկի մարզի, Լուգանսկի մարզի, Խարկովի եւ այլ նշանակվել են ով տեղի վարչակազմերի շեֆերը եւս տեղի օլիգարխները։ Ղրիմում կշեռքի նժարը մի կողմի վրա է թեքված, ոչ մի հարց հնարավոր չէ ուժով լուծել, պատերազմի հավանականություն չկա։ Ոնց պիտի պատերազմի հավանականությունը նայեք, դիտեք, եթե այնտեղ բանակը ու նավաթորմը կոպիտ ասած հանձնվում են անցնում են այդ կողմ։ Ով է կրվելու։ Այդ 10,000 բանդիտ արևմտյան Ուկրաինայից 5 րոպե չի անցնի։ Ռուսաստանը Ուկրաինա զորք մտցնելու անհրաժեշտություն չունի։ Սևծովյան նավատորմի հզորությունը կասկածի տակ առնել չի կարելի։ Թուրքիայի պես պետությանը միայն այդ նավատորմի ուժով հնարավոր է ծնկի բերել 24 ժամվա ընթացքում։ Այս փաստարկների թվարկումից հետո քաղաքագետը հորդորում է հայացքն ուղղել դեպի Եվրոպա։ Նույն Ֆրանսիան իրադարձությունների կենտրոնից հեռանալով աստիճանաբար հայտնվել է լուսանցքում։ Սպարտակ Գրիշյան, Արթուր Հունանյան, ժամը լրատվական։